Յուրաքանչյուրի սպարտքն է ապրիլի 2-ին մասնակցել ազգային ժողովի ընտրություններին։ Այցելելով քվեարկության սենյակ մոտենում եմ մասնագետին, ներկայացնում անձս հաստատող փաստաթուղթը։ Անձը հաստատող փաստաթուղթն են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը, տրված լիազոր մարմնի կողմից։ Մասնագետը ստուգում է իմ ինքնությունը, ներկայացված փաստաթղթում արկա լուսանկարի միջոցով եւ փաստաթուղթը ներմուծում են տեխնիկական սարքավորման մեջ։ Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան եւ անմիջապես հրավիրվում են ոստիկանության ծառայողները։ Եթե ես գրանցված չեմ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան։ Այդ դեպքում ինձ դուրս կհրավիրեն քվեարկության սենյակից։ Եթե սարքավորումն ինքնուրույն չի ընթերցում իմ անձը հաստատող փաստաթուղթը, ապա փաստաթղթի տվյալները ներմուծվում են սարքավորման մեջ մասնագետի կողմից։ Եթե ես գրանցված եմ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում եւ չեմ մասնակցել քվեարկությանը, ապա տեխնիկական սարքավորման էկրանին հայտնվում է կանաչ նշան։ Ես ներմուծում եմ իմ աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որից հետո սարքավորումը տպում է իմ քվեարկության կտրոնը։ Մասնագետը կտրոնը եւ իմ անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է ինձ, որից հետո ես մոտենում եմ ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամին եւ տալիս եմ իմ քվեարկության կտրոնը։ Հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում գտնում է իմ անուն-ազգանունը։ Ես ստորագրում եմ իմ տվյալների դիմաց։ Հանձնաժողովի անդամը իմ ստորագրության դիմաց եւ իմ կտրոնի վրա դնում է իր անհատական կնիքը։ Իմ անձը հաստատող փաստաթղթի տվյալները չեն լրացվում ընտրողների ցուցակում։ Եթե չեմ կարողանում ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա իրավունք ունեմ դիմել այլ քաղաքացու օգնության, բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների։ Գրանցվելուց հետո մոտենում եմ հանձնաժողովի մյուս անդամին, ներկայացնում կտրոնս եւ ստանում քվեաթերթիկները եւ քվեարկության մեկ ծրար։ Ուշադրություն դարձրու, որ ստանաս ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների քվեաթերթիկները եւ հիշիր, ընտրողը չի կարող հրաժարվել բոլոր քվեաթերթիկները ստանալուց։ Անցնում եմ քվեարկելու, քվեարկում եմ քվեարկության խցիկում գաղտնի։ Նախ ընտրում եմ այն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը, որին կողմ եմ։ Քվեաթերթիկի առաջին էջում որևէ նշում չեմ կատարում։ Իմ ընտրած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակի տեխնացուին ընտրելու համար նույն քվեաթերթիկի հակառակ կողմում գտնում եմ նրա տվյալները եւ կատարում միատեսակ նշում։ Ապա քվեաթերթիկս առանց ծալելու, հիշիր եւ չմոռանաս, առանց ծալելու դնում եմ ծրարի մեջ, ճիշտ այսպես։ Չօգտագործված քվեաթերթիկները գցում եմ առանձին արկղի մեջ։ Հանձնաժողովն ապահովում է քվեարկության գաղտնիությունը եւ թե ինչպես քվեարկեցի, գիտեմ միայն ես։ Ուշադիր, կտրոնդ խցիկում չթողնես։ Եթե չեմ կարող ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը, ապա հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո իրավունք ունեմ քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, ԶԼՄ ներկայացուցիչ, այցելու։ Եթե կարծում եմ, որ քվեաթերթիկը սխալ եմ լրացրել կամ վնասել եմ, ապա կարող եմ դիմել հանձնաժողովի նախագահին նոր քվեաթերթիկներ ստանալու համար։ Մոտենում եմ քվեատուփին։ Հանձնաժողովի անդամը վերցնում է իմ կտրոնը եւ առանց քվեարկության ծրարն ինձնից վերցնելու, քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը եւ ես գցում եմ քվեարկության ծրարը քվեատուփի մեջ եւ հեռանում ընտրական տեղամասից։ Դուք եք ձեր քվեի տերը։ Այս տարվա ձմեռային զորակոչը եւս հատեց եզրագիծը։ Այն անցկացվեց կանոնակարգված ու կազմակերպված, առանց արտառոց միջադեպերի։ Աշխատանքները պլանավորում ենք նախապես եւ զորակոչի ընթացքը անցել կացնում բնականոն ձևով։ Նույնպես ուրեմն խանդավառությունը, միջոցառումները, մարդկանց մեծարելու այդ կարգով մենք բոլոր զորակոչերը անց ենք կացնում այս տարի ուրեմն առանձնահատուկ դարձավ նրանով, որ 16 թվականի ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցներին կարողացան ինչ որտեղ ժողովրդին ներկայացնել, նրանց խրախուսել, պարգևատրել պատվոգրերով, որպեսզի մարդիկ իրենց արժևորված զգան, քանի որ իրականում այս ամենամեծ արժեքը մեր հայրենիքն է, այդ երիտասարդները իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքը։
Ընդամենը 2-3 տարի առաջ զորակոչ անցկացնելու համար 2 ամիս էր հատկացվում։ Այսօր այս աշխատանքներն իրականացվում են 1 ամսից էլ պակաս ժամկետում։ Այս տարի զորակոչն անցկացվեց հունվարի 8-ից մինչև 31-ը։ Հունվարի 8-ից մինչև 31-ը տեղավորվեցինք այդ կարճ ժամանակահատվածում կատարելով բոլոր վերադասի կողմից տրված բոլոր ժամանները, ովքեր պիտանի ճանաչեցին, նրանք մեկնեցին զինվորական ծառայության, իսկ ովքեր ոչ, տարբեր ժամկետներով ստացան տարկետում, առողջական վիճակի հետ կապված, ինչպես նաև ուսանողները, որոշ ուսանողներ, ովքեր ընդունել են պետպատվերի շրջանակներում սովորելու նրանք նույնպես և ընտանեկան պայմաններից ելնելով, օրենքով սահմանված ձևով որոշ զինակոչիկներ։ Մնացած ովքեր պիտանի են և այդ շրջանակներում չեն ընդգրկված, բոլորը զորակոչվեցին։ Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանը ցավով է նշում, որ մեզանում դեռ կան տղաներ, ովքեր խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից։ Ցավոք սրտի ուզում եմ հատկանշել, որ 3 զինակոչիկներ խուսափեցին այս զորակոչի ժամանակ, որոնցից մեկը նախորդ զորակոչից խուսափում էր, ուրեմն ներկայացել էր զինկոմիսարիատ, ստացել ծանուցագիր զորակոչվելու, այս անգամ նույնպես խուսափեց։ Ես գտնում եմ խուսափողներին պետք է համարժեք պատիժ նախատեսել, որպեսզի ամեն մեկը իր հասանելիք պատիժը ստանա, այլապես սա արդեն դառնում է սովորություն։ Սովորություն հենց այն առումով, որ նրանք իրենց պատիժը ժամանակին չեն ստանում։ Ի վերջո մենք պետություն ենք, մենք ունենք սահմանադրություն, ունենք օրենքներ և որպես զինվորական առաջնորդում ենք նաև հրահանգներով, եթե այսօր զինակոչիկը պետք է որոշի իր հարմարավետություն, իրեն հարմար է ծառայելու կամ հարմար չէ ծառայելու, սա ես չեմ գտնում, որ ճիշտ որոշում է կայացել, և ես կցանկանայի, որ համապատասխան պատիժը ստանալուց հետո մեկնի ծառայության արդեն իսկ իրենից տարիքով փոքր երիտասարդների հետ։ Նրանք, ովքեր չեն ցանկանում ծառայել, միշտ էլ պատճառներ գտնում են, ասում է Կապանի զինկոմը, և ավելացնում, որ այդ տղաները կենթարկվեն պատասխանատվության։ Նա պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության, նա պետք է մեկնի ծառայելու ինչպես մնացածները։ Բայց տարբեր պատճառներով մարդիկ խուսափեցին։ Մեր կողմից մի քանի օրվա ընթացքում այդ իրենց գործերը փոխանցեք քննչական վարչություն, զինվորական քննչական վարչություն, քննչական վարչությունում արդեն կհարուցվեն քրեական գործեր և համապատասխան աշխատանքներ կիրականացվեն նրանց նկատմամբ։ Հուսադրող չէ նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի տղաների առողջական վիճակի մասին վկայող պատկերը։ Պետք է ծնողները ավելի շատ զբաղվեն իրենց զավակների առողջական վիճակով, որովհետև իրականում լինում են այնպիսի դեպքեր, որ ծնողը տեղյակ չլինում իր որդու առողջական վիճակից։ Առավել նմանատիպ հիվանդություններից են սրտի հետ կապված հիվանդությունները և ընդհանրապես օրգանների հետ կապված հիվանդություններ, որ զինակոչիկը չի պատկերացնում, որ դա իրականում պրոբլեմ է, գիտի թե բնականon կյանքը պետք է այդպես լինի, բայց արդեն գործիքային քննությունը ցույց է տալիս, որ ունի պրոբլեմներ օրգանների հետ կապված և արդեն մենք համապատասխան ձևով ուղարկում ենք հետազոտումների, այնուհետև կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշման ենք ներկայացնում, որից հետո վերջնական որոշում ստանալուց հետո արդեն առաջնորդում ենք, եթե պետք է ստանա տարկետում, ստանում է տարկետում, եթե պիտանի է ճանաչում զինծառայության կամ զինծառայության սահմանափակումով, այդ տղաները մեկնում են ծառայության։
Լեոնիդ Գրիգորյանի համոզմամբ նախազորակոչային աշխատանքներում նոր կարգ պետք է մտցվի։ Ես ցանկանայի, որ բոլոր բուժզնությունները տեղի ունենային ըստ բնակության վայրի, որպեսզի զինակոչիկներին, նրանց ծնողների հետ այս քաշքշուկից մենք կարողանայինք ազատեինք։ Ունենք տեղերում արդեն մոդեռնիզացված հիվանդանոցներ, չենք ասում, որ ամեն ինչով հագեցած է, բայց շատ եզակի դեպքերում կարող են հենց հիվանդանոցները ուղարկել, ասենք, ուրեմն մայրաքաղաքային կլինիկաներ, որպեսզի ախտորոշումները ավելի ստույգ, ավելի ճիշտ տան, դրա համար բնականաբար կարող ենք ուղարկել, բայց մնացած բոլոր դեպքերում ես գտնում եմ, որ արդեն ժամանակն է, որ բոլոր հիվանդանոցները կարողանան տեղերում հետազոտեն, զինակոչիկը ստիպված չի լինի մեկնել մայրաքաղաք, այնտեղ առաջանում են տարբեր սոցիալական հարցեր, ուրեմն սնվելու, գիշերելու, մեքենաներով տեղափոխություններ, այս կողմ են կողմ, այսպիսի հարցեր են առաջանում, որը իրականում պատկերացնում ենք, որ դա բավականին լուրջ հարց է։ Ուրեմն այս ամեն ինչից խուսափելու համար ես գտնում եմ, որ պետք է ինչ-որ մի ձևով փոփոխություններ տեղի ունենան։ Ուժեղ եւ կազմ պատրաստ բանակ ունենալն է հայի ազատության գրավականը, ասում է Զինկոմը։ Մենք միշտ էլ պետք է դրանով ապրենք։ Մեր ճակատագիրն է այսպիսին, մենք դատապարտված ենք ունենալու ուժեղ բանակ, կազմակերպված կարգապահ բանակ եւ կարգապահ ժողովուրդ։ Այլապես մենք դասեր ենք քաղել մեր պատմությունից եւ պարտավոր ենք մեր պետությունը, որը ստեղծվել է հազարավոր մարդկանց կյանքի եւ արյան գնով, այս պետությունը դա մեր ամենաթանկ արժեքն է եւ բոլորս պարտավոր ենք ենթարկվելու մեր պետության օրենքներին եւ բոլոր մնացած օրինական պահանջներին։ Այսօր շատ կարևոր է նաեւ բանակը պայմանագրային զինծառայողներով համալրելու հարցը լուծել։ Ես ուզում եմ դիմել մեր ուրեմն երիտասարդներին, մենք բացի այն, որ զինակոչիկներին զորակոչում ենք պարտադիր զինվորական ծառայության, մեր բանակում կա նաև մեծ քանակությամբ պահանջարկ պայմանագրային զինծառայողների։ Ցանկացողները կարող են դիմել ցանկացած զորամաս, ինչու՞ չէ նաև զինվորական կոմիսարիատ, մենք նրանց կտանք այդ ուղղությունները եւ կմեկնեն ուրեմն ծառայության, կշարունակեն իրենց ծառայությունը այդ պատվաբեր աշխատանքը, որը վերաբերում է հայրենիքի պաշտպանությանը։ Այսօր Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հոգեհանգստյան կարգ կատարվեց։ Ի հիշատակ Գալուստ Վարդապետ Դարբինյանի, ով բավական երկար ծառայել է Կապանի եկեղեցում։ Հոգևոր հայրը սիրվել է կապանցիների կողմից։ Հայր Գալուստ Վարդապետի ծննդյան օրն է, եւ այսօր առավոտյան մենք հոգեհանգստյան կարգ կատարեցինք նրա հիշատակին նվիրված եւ հիշեցինք Հայր Գալուստին։ Հուսում եմ, որ շատ կապանցիներ, ովքեր սիրում էին Հայր Գալուստին, կհիշեն, թե ինչպիսի հոգևորական էր նա, ինչպիսի նվիրյալ հոգևորական էր եւ նա ինչ ջանասիրությամբ կարողացավ իր ժողովրդի ի նպաստ բերել իր ծառայությունը իր ժողովրդին եւ իր մայր եկեղեցուն։ Եկեղեցին պատրաստվում է նաև տոնել Սուրբ Սարգսի տոնը, այն շարժական է եւ այս տարի կնշվի փետրվարի 11-ին։ Վարքագրության առումով Սուրբ Սարգսին նվիրված տեղեկանում ենք, որ Սուրբ Սարգիսը ինքը Կոսենյանոս կայսր իշխաններից էր եւ սպարապետ էր նաեւ, զինվորական էր եւ ծերել էր դարձել իր զինվորական արվեստով իր արքային, սակայն երբ գահին բազմեց Հուլիանոս Ուրացողը 361-363 թվականներ, սկսվեցին հալածանքները քրիստոնյաների նկատմամբ եւ դա առիթ հանդիսացավ, որպեսզի Սարգիսը իր որդի Մարտիրոսի հետ թողներ ուրեմն կայսրությունը իր երկիրը եւ հանգրվան գտներ
հայոց երկրում։ Այս ժամանակ Հայաստանում թագավորներ Տիրան արքան, որը Տրթատ մեծարքայի թոռն էր, Խոսրովի որդին, որոշ ժամանակ Սարգիսը մնում է այստեղ Հայաստան աշխարհում, սակայն երբ տեղեկանում է, որ Հուլիանոսը ուզում է զորքով արշավել ուրեմն Պարսկաստան, Շապո արքայի դեմ պատերազմելու, նպատակահարմար է գտնում Սարգսին հորդորել, որպեսզի նա թողնի Հայաստանը եւ գնա Պարսկաստան, հավանաբար խուսափելով, որպեսզի Հայաստանը ինքը չներքաշվեր այդ պատերազմի մեջ եւ դա էլ եւս մեկ առիթ չի հանդիսանար Հուլիանոսի համար նաեւ արշավելու Հայաստան։ Եվ այս խրատին հորդորին ականջալու լինելով Սարգիսը տեղափոխվում է գալիս եւ բնակություն է հաստատում Պարսից աշխարհում, Շապո արքայի մոտ ծառայության է հասնում եւ նորից որպես զինվորական եւ արքունիկում շատ սիրելի էր դարձել նորից։ Սակայն ժամանակի ընթացքում տեղեկանում են, որ Սարգիսը ինքը քրիստոնյա է, հավատում է Հիսուս Քրիստոսին, բնականաբար եթե մարդու մեջ անթեղված էր այդ հավատքը լույսը, նա փակ չէր կարող լինել, որովհետև Քրիստոսի խոսքի համաձայն երբ ասում էր դուք եք երկրի աղը, որպես քրիստոնյա նա համոհոտ էր տալիս իր շրջապատին եւ այն ինչ կար իր մեջ անթեղված եւ ում հավատում էր, բնականաբար այդ փակ վիճակում չէր կարող լինել եւ սա առիթ է հանդիսանում, որպեսզի թագավորության ներսում առաջանան տարբեր խժդժություններ կապված Սուրբ Սարգսի հավատքի ուղղությանը եւ ի վերջո երբ որ ստիպում են նրան կրակին պաշտամունք մատուցել, տանջանքների են ենթարկում, այնուամենայնիվ նա անդրդվել է մնում եւ մնում իր հավատքին Պողոս առաքյալի խոսքի համաձայն թե ոչ հուրը, սուրը եւ ոչ նեղությունները մեզ չեն կարող Քրիստոսի սիրուց հեռացնել, ահա այդ կերպել նաև նա մահուչապ մենամարտում է եւ պայքարում է մեղքի ու սատանայի դեմ, հավատարիմ մնալով Քրիստոսին։ Փորձում են ընկճել նրան, ինչ-որ ձևով նրա հավատքը ընկճել, նրա աչքի առաջ հատակում են նրա որդուն Մարտիրոսին, որպես ինչ-որ կերպով փորձեն նրան ետ պահել իր սկզբունքներից, սակայն դա էլ չի ազդում նրա վրա, նա շարունակում է նորից մնալ իր հավատքին եւ ի վերջո սա նաեւ նպաստում է նրան, որպեսզի Պարսուց արքունիքում գտնվող 14 զինվորներ դարձի գան եւս եւ մարտիրոսության պսակ ընդունեն Սուրբ Սարգսի հետ միասին։ Դրա համար, երբ որ մենք եկեղեցական տոնացույցի համաձայն տոնում ենք Սուրբ Սարգսի տոնը, այնտեղ նշված է Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի եւ 14 զինվորների։ Այս մենք բոլորին հիշատակում ենք, նրանք ովքեր նահատակվեցին իրենց հավատքի համար։ Սուրբ Սարգսի մասին ավանդապատումներ շատ կան։ Տոնն ունի նաև առանձնակի խորհուրդ, օրը համարում են նաև երիտասարդների օրհնության օր։ Փետրվարի 11-ին այս տարի Սուրբ Սարգսի տոնն է։ Ինչպես գիտեք, Սուրբ Սարգիսը համարվում է մեր երիտասարդների հովանավորը եւ բարեխոսը եւ նորից ուրբոդություն Տեր Գարեգին II հայրապետի բարձր տոնությամբ Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է որպես երիտասարդների օրհնության օր եւ այս տարի էլ ինչպես ամեն տարի Սուրբ Սարգսի տոնին կատարվելու է երիտասարդների օրհնության կարգ։ Այն բոլոր եկեղեցիները, որոնք կրում են Սուրբ Սարգսի անունը, կմատուցվի Սուրբ Իվանով պատարագ, իսկ Կապանից Սուրբ Մեծով Մաշտակս եկեղեցում այդ օրը կլինի միջոցառում եւ ժամը 12-ին մենք սիրով հրավիրում ենք բոլոր երիտասարդներին ներկա գտնվելու եկեղեցում միասնական աղոթելու եւ Աստծո օրհնությունը ստանալու համար։ Սուրբ Սարգսը ինքը համարվում է մեծ բարեխոս մեր ժողովրդի եւ մուրազատու, ինչպես ասում են շատերը, որովհետեւ նրա անվան հետ էին կապում երիտասարդների իրենց հաջողությունները եւ Սուրբ Սարգիսը համարվում էր նրանց բարեխոսը առ Աստված եւ նպատակների կատարողը, որովհետեւ ինչպես գիտենք, ժողովրդի մեջ հարգանքը որպես Սուրբ Սարգսի նկատմամբ շատ մեծ է եղել եւ ժողովրդական ավանդույթի համաձայն էլ արդեն դա պատրաստում էր աղի բլիթ եւ այդ աղի բլիթը հիմնականում աղջիկները ճաշակում էին քնում եւ այն հույսով որ
իրենց երազի մեջ Սուրբ Սարգսի բարեխոսությամբ Աստված պետք է իրենց ցույց տար իրենց ապագա ընտրյալին կամ շատ հաճախ նաև հայցում էին Աստծուց իմաստություն, որպեսզի կարողանային ճիշտ ընտրություն կատարել։ Պատրաստվում էր փոխինդ նաև, որը տեղադրվում էր տանտանիքներին կամ պատշգամբին, շատ հաճախ նաև մուտքի առջև, եւ այդ ժամանակ ավանդույց կար, որ եթե Սուրբ Սարգիսը անցներ այդ տան կողքով եւ եթե Սուրբ Սարգսի ձիու սմբակը արտատպվեր փոխինդի վրա, ապա այդ տարին այդ ընտանիքի եւ այդ անձնավորության համար բարեհաջող կլիներ։ Սուրբ Սարգսի տոնին նախորդում է առաջավորած պահքը։ Սուրբ Սարգսի տոնին նախորդում է առաջավորած պահքը, որը սահմանվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից, երբ հայոց աշխարհը դարձի եկավ եւ առաջին պահքը, որպես սահմանվեց թե թագավորի ընտանիքի եւ թե ժողովրդի համար եւ ի հիշատակ դրա մեր եկեղեցական տոկոսի մեջ մտավ դա եւ մենք էլ այսօր ամեն տարի պահում ենք այդ առաջավորած պահքը, որը ազգային պահք է եւ միայն հատուկ է միայն մեր եկեղեցուն, որից հետո նաեւ հենց առաջավորած պահքից հենց անմիջապես հետո կատարվում է Սուրբ Սարգսի տոնը, որը շարժական տոն է։ Արդեն մի քանի տարի է այս տոնը մեծ շուքով նշում է նաև Կապանի եկեղեցին։ Այս տարի եւս որոշել են տոնել այն հագեցած ու բովանդակալից ծրագրով։ Մենք ուրեմն անցած տարի, եթե դուք նկատեցիք, այստեղ միջոցառում եղավ, մենք ունեցանք, ուզում ենք նորից այս տարի նորից նման կերպ կազմակերպել, քաղաքում երթ կլինի եւ սիրով հրավիրում ենք բոլոր երիտասարդներին ներկա գտնվելու այդ օրը այստեղ միասին նշելու Սուրբ Սարգսի տոն։ Մենք ամեն օր ժամերգության ժամանակ բարեխոսություն ենք խնդրում, որոնք միշտ են հանդիսանում Քրիստոսի մոտ Սուրբ Մարիամ Աստվածածինը, որը մեծագույն բարեխոս է, Սուրբ Հովհաննես Մկրտիչը, Սուրբ Ստեփանոս Նախավկան, որը առաջին նահատակն էր, այսինքն որպես սպասավոր առաջին նահատակն էր։ Եվ նաև այդ օրվա Սուրբի բարեխոսությունը, քանի որ ըստ մեր եկեղեցական օրացույցի համաձայն օրերը բաժանված են տարբեր հատվածների, սրբոստոնների, տաղավար տոների, ինչպես նաև պահոց օրեր ունենք։ Իսկ փետրվարի 13-ին Տեառն ընդառաջ է, նորապսակների օրհնության օր։ Մեծ պահքն այս տարի կսկսվի փետրվարի 27-ից եւ կտևի մինչեւ Սուրբ Զատիկ, ապրիլի 16-ը։